Արգանդի միոմայի ախտորոշման հստակ տարբերակը դա ուլտրաձայնային հետազոտությունն է։ Կատարելով ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն, մենք նախ տեսնում ենք միոմատոզ հանգույցը, նույնիսկ փոքր չափսերի հանգույց, այս պահին դուք տեսնում եք 8 մմ-անոց ինտրամուրալ սուբսերոզ միոմատոզ հանգույց հետին պատին։ Տեսնելով միոմատոզ հանգույցը, մենք կարող ենք տալ հստակ տվյալներ տեղակայման վերաբերյալ, այսինքն որ հատվածում է արգանդի մկանային շերտի առաջային պատի հետին պատի հատակի շրջանում, որտեղ է հստակ տեղակայված միոմատոզ հանգույցը, ինչ ստրուկտուրա ունի, ինչ չափսեր ունի։ Շատ կարևոր է նաև, որ մենք կատարելով ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը կիրառելով որոշ ֆունկցիաներ սարքավորման կարող ենք տալ նաև տվյալներ անոթավորման վերաբերյալ, այսինքն ստանում է միոմատոզ հանգույցը սնուցում և եթե այո, ապա ինչ տիպի։ Տեսնում ենք արգանդի խոռոչը և կարող եք տալ հստակ գնահատական, արդյոք առկա է դեֆորմացիա լորձաթաղանթի, արդյոք առկա է միոմատոզ հանգույցի աճ դեպի արգանդի խոռոչ։ Այս ինֆորմացիան շատ կարևոր է, որպեսզի ճիշտ կազմել պացիենտի հետագա վարման տակտիկան։